Թոշակը բարձրացնել է նախ անհնար, ընտրությունից 2 ամիս առաջ հնարավոր է դարձնում գործող իշխանությունը։ Մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակառուն, կարա 5 հատ տուդա ապրատնը տոմսարնի։ Պարտադիր ծառայության ժամկետը կրճատում են նախատեսվածից շուտ ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Մանկապարտեզները, դպրոցները, Էսից լավ քաշած տնական արաղի գալիս է։ ասֆալտապատված ճանապարհները հիշատակվում ու ամենօրյա ռեժիմով գովազդում են թե համացանցում, թե հանրային հեռուստաընկերությամբ, նշում են զրուցակիցներս։ Վայ դուք աննորմալ չեք, ասում եմ, մենք բանենք խոստումներ են կատարում, բայց խոստումները ինչի, առաջին հերթին հիմնականում պտտում են ֆինանսական բաղադրիչի շուրջ։ Երկրորդ եթե խոստում եք կատարում, բա Արցախը Հայաստաների եւ վերջ, բա երթում եք ուտում, որ օրինակ միջանցք չեք տա, իսկ փաստացի տվեցիք։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, երբ որ այն մեխանիզմները, որոնք իշխանության ձեռքում են, ամեն ձև օգտագործում են իրենց վերարտադրության համար։ Գործող իշխանությունը 2021-ի խոստումների 30%-ն անգամ չի կատարել։ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայից մինչև 300 դպրոցներ կառուցել, հիշեցնում է Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով կառավարության պարտավորությունը քաղաքացիներին ներկայացվում է որպես օգնություն, այն էլ ընտրությանը քվե ստանալու դիմաց։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները սրանով ցույց է տալիս, որ 5 տարվա կառավարումը ամբողջովին տապալել են եւ հիմա վերջում բյուջեի հաշվին փորձում են որ լավամարդ լինել ընտրողներին։ Խնդիրը ոչ բարձրացված թոշակն է, ոչ նոր դպրոցները, ոչ էլ աշխատակիցների բարձրացված աշխատավարձը, այլ հատուկ ընտրված ժամանակահատվածը, որն անհավասար պայմաններ է ստեղծում տեխնացուների համար, ընդգծում է Արման Աբովյանը։ Նույնիսկ ընտրական գործընթացի, գիտեք, սենց գործոն դարձնում են մեր գերի տղերքին, որոնք պատանդ են պահվում Բաքվի բանտերում, իսկ հիմա իհարկե ադրբեջանցիները անհանգստացած իշխանության վարկանիշից, որ իշխանությունը նույնիսկ էության շանս չունի վերարտադրվելու, որոշել են հուզականության վրա խաղալ եւ վերադարձնել բավականին մեծ խումբ մեր պատանդերի գերիների Բաքվի բանտերից, ինչը շատ լավ է, բայց գիտեք, այդ շատ լավի մեջ մենք պետք է տենանք հետևյալը, որ այս քայլով մեզ փորձում են խաբեն։ Շատ լավ է, որ վերադարձում են, եւս մեկ անգամ կրկնեմ, բայց ներողություն, մարդկանց տանջամա անելով Բաքվի բերթերում տենց սպասել, երբ ընտրությունը կգա եւ ընտրության նախաշեմին վաճառել մեր վրա մեր հուզականությունը։ Ընտրատեղամաս գնալիս ընտրողը հիշելու է, որ 8 տարի է Նիկոլ Փաշինյանն իշխանություն ունի, բայց միայն այս հունվարից է մեկնարկել առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Հունվարից է կրճատել պարտադիր ծառայության ժամկետը, իսկ ապրիլից բարձրացրել թոշակները, ուսումնական տարին ավարտելու շեմին էլ հանձնել նորակառույց դպրոցները։ Մենուա Սողոմոնյանի խոսքով քաղաքացիները գիտակցում են, որ օրինականացված ընտրակաշառք են բաժանում իրենց։ Բոլոր հնարավոր միջոցներով անհրաժեշտ է ճշմարտությունը բացահայտել։ Լինեն հարցազրույցներ, լինեն մասնավոր հանդիպումներ, լինեն ակցիաների ժամանակ կամ ընտրողների հետ խմբային հանդիպումների ժամանակ խոսել այս մասին։ Զրուցակիցներիս խոսքով օրինականացված ընտրակաշառքներից էր նաև խորոված փարթին, աշխարհահռչակ երգիչների Հայաստանում համերգը, Ռոման եւ Մալխաս Ամոյանների հետ հաց ու խորոված ուտելը։ Հեսա հացը կա, հեսա խորոված էլ կա, հաց էլ կա, խորոված էլ կա։ Արթուր Աբրահամի հետ մարզադպրոցի հիմնարկեքի արարողություն անելը։ Մինչ փորձագետները վստահ են, որ իշխանական ծուղակը 3-րդ անգամ չեն ընկնի ընտրողները, իշխանականները համոզում են իրենց գործն են անում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։